Քաղաքացիական պայմանագիր ունի մեծամասնություն ազգային ժողովում եւ մեր բոլոր օրակարգերը կասկածի տակ չեն, դրանք ավելի մեծ տեմպերով առաջ են գնալու։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանում վիճարկելուն, ինձ այս խոսույթը կամ մանդատ վերցնել չվերցնելու, եթե հիմա տեղափոխվենք 5 տարի առաջ, ըստ նույն բաներն էին խոսում այն ժամանակվա ուրեմն ընդդիմադիրները, հիմա էլի նույն բաներն են ասում, էլի նույն պատճառով ընտրություններից առաջ ճոռո խոսացել էին, մենք հաղթել ենք եւ այլն եւ այդպես որ մենք պարտվենք գնալու ենք հեղափոխություն անենք, էլ չգիտեմ ինչ Քոչարյաններ չէ, ոնց որ տենց բաներ խոսում։ Ընտրությունները անթերի են անցել, մեկ քվե անգամ չի կեղծվել եւ մենք խոսում ենք միայն նախնական արդյունքները վերջնականացնելու մասին, որը ենթադրում է մի քանի տասնյակ ձայների այս կողմ այն կողմ լինելը, ինչը տրամաբանական է, ելի եմ կրկնում, բոլոր երկրներում, Հայաստանի նախորդած բոլոր ընտրություններում նման սա օրինաչափություն է ուղղակի։ Մենք սպասում ենք գան, հələ տեսնենք ինչ են ասում այդ 300,000 ադրբեջանցիների թես հնչեցնողներն ինչ են գալու ասեն ազգային ժողովում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից այս 8 տարի է, ինչ որ падգամավորների են ման գալիս։ Մեկ падգամավորել միանայես կլինի, 3-ը միանայես կլինի, 5-ը միանայես կլինի, հիմա 8-ը միանայես կլինի, ինչ որ impeachment էին անում, էլի падգամավորներ էին փնտրում, իրար չէին կարող, իրար падգամավորների քվեներ չէին կարողանում հավաքել, խոսում էին քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին։ Բնականաբար սա ծիծաղալու առհասարակ թեմա է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ կուսակցությունը ամուր կանգնած է իր տեղում եւ պահելու է ժողովրդի իշխանությունը, ինչպես որ պահել է ընտրությունների արդյունքներով, թող հələ գան ազգային ժողով, գան չգան, ճիշտ ասած ոչինչ դրանից չի փոխվելու։ Եղած չեղած մի հաշիվ են,